Ինչ ես ուզում ար։ Մի վարկյան հենց կա։ Какая меня всякие росомедленные Да, я рад, если это коротко выступ. Հեսա անունը սպասի ստատիստիկանել եմ հեռախոսում։ Ամս փոխարոն են դաշ չգորը։ Բասկետբոլ ասերներ մենք վերադառնում ենք Պրո բասկետ ալիգա, որտեղ այսօր մրցելու են Ուրարտուն և Ֆինեքսը, ինչպես շատերը գիտեք, BC Ուրարտուն Պրո բասկետ 2026 մրցաշրջանում և սա Ֆինիքսի առաջին հանդիպումն է ալիգայում միայն ամերիկացի բասկետբոլիստներով, ոչ մի հայազգի չունենալով են մրցելու նրանք և ասեմ ինչպես ասում եմ, ասեմ, որ այս թիմը խաղում է մրցույթից դուրս, այսինքն նույնիսկ եթե հաղթեն բոլոր խաղերը, միևնույն է չեն դառնալու ռեգուլյար սեզոնի հաղթողներ, մի խոսքով փլեյ-օֆ չի անցնում այս թիմը, բայց իրենց դիմաց հաղթանակն ու պարտությունները միևնույնն է հաշվում են, այսինքն նույնիսկ եթե պարտվես իրենց, ապա քո ռեգուլյար սեզոնի ռեկորդի վրա այդ հանդիպումը ազդելու է նույն հաղթանակը և թե պարտությունը։ Ուրարտուի մեկնարկային կազմում Դանիլ Գևորգյան, Ջորդան Թիլման, DJ Basic, Կարեն Մելիքյան, Արկադի Մկրտչյան և Phoenix Perception-ի ամբողջ թիմի անունը ինչպես կա, մեկնարկային կազմը Damian Williams, Jamarius Pringles, Aramis Brown, Rafael Sandy և Josias Metellus։ Ջորդան Թիլմանը նեգացին այն բասկետբոլիստը, ով Պրո բասկետ ալիգայի առաջին ամսվա լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց մարզիչների և թիմի մենեջերների քվեարկության միջոցով։ Հենց իքտել գնդակով է 3 վայրկյան է մնում ավարտին արձակման, վրիպում է 3-ը և անաջող էր փոխանցումը, բայց պայել է թիմը գնդակի իր մոտ, նորից Ուիլյամսին է
Վերադարձել այն 6 վայրկյան հարցակման ավարտին, մթելուս 4 վայրկյան։ Եվ վերջ այդքանով ավարտվում է հարցակման ժամանակը Ֆինիքսի։ Շնը աշխատում եմ։ Սա այն փոխանցումն է, որ մենք արդեն տեսնում ենք 3-4 տարի է անդադար տարբեր թիմերի դեմ տարբեր ժամանակներում, բայց մշտական աշխատող եւ լավ փոխանցում է դա։ Հերու ռիբաունդը հասնում է Դանիել Գևորգյանին։ Գրչյան Մելիքյանը 3-ն էլ չի ստացվում։ Դանիել Եվս մեկ մրիպում տեղում է գնդակը և ինչ-որ խնդիր կա քարտուղարական սեղանի հետ կապված այդ խնդրի լուծմանը Լուծված է, մենք վերադառնում ենք պարկետ 6-2 խաղի փոխանցում վերև դեպի Մատելուսը կողմից Բրաունից էլ փոխանցում Ուիլյամսին ուղղակի տակ վերջապես հասցին նետում կատարել Perception-ի տղաները, բայց միևնույնը անհաջող էր Աստում է ԹիլմանՔի վրա Ջոր Մարատ Միավորներն է խաղում վաստակում Ջորդան Թիլմանը Մատելուս մինչև վերջ Այո շատ հանգիստ երկուս Wing. Մայլ Սենդին ազատ է 3-ի վրա, բայց հերթական անհաջող նետումը Ջորդանի միջինը անհաջող էր եւ ասեմ նաեւ որ Ուրարտուն եւս ունի նույն բասկետբոլիստ Մայքլ Ռայթ, բայց խոսենք իր մասին, երբ արդեն ստանա խաղը, եթե ավելի ճիշտ ստանա խաղային ժամանակ, որովհետև նոր է եկել դեբյուտային խաղը Ֆիլիպչևիչը որոշել է իրեն Պայստայնի նստանամասում Մկրճան պոստում Սենդիի դիմաց լրիվ ազատ էր, անհաջող նետեց, վերադարձել է գնդակը Արկադի Մկրճյանը գնում է Տուգանային գից նետումներ կատարելու Իր առաջին խախտումն էլ խաղում ստանում է Ռաֆայել Սենդին Երկուսն էլ վրիպում է Արկադին Մելիքյանի պայքարն էլ օֆենսիվ բորդի համար անհաջող է Սենդի նորից միայնակ գնում է մինչև վերջ, այո, եւս երկու միավոր բերում DJ
Պոստում շատ հանգիստ խփում է Pringle դիմաց Իրեն է գալիս Սենդի Ներսական միավորներն է հավաքում Ջորդան լավ փոխանցում Բեյզին and one Ճիշտ ստացվում Բեյզի դուգան բայց Կարեն Մելիքյան Քյասը Կարեն Մելիքյանը ռիբաունդը վերցրեց 3 ակում չէ Pringle Ոչ ու այ Էկարգն Արարամիս Բրաունի կողմից Եվ time-out առաջին անգամ time-out կվերցնի Phoenix Perception գլխավոր մարզիչ Նարեկ Սարգսյանը մենք կվերադառնանք դադարից հետո
Անադողը Դուգանային գծից Պրինգլսը Ջորդան Թիլմանը նորից առաջնակից եւ եւս երկու միավոր մեծ խնդիրներ ունի Phoenix թիմը Ջորդան Թիլմանի դեմ պաշտպանվելիս եւ եթե անկեղծ իհարկե շատ ուժեղ բասկետբոլիստ է Թիլմանը, ինչպես արդեն ասացի, ապացուցել է որ առաջին ամսվա լավագույնն է իհարկե այլապես չէր ստանա այդքան ձայներ այսպես ասած քվեարկության ինչ եղել փոփոխում է պետք վնասվածք է ստացել Phoenix-ի բասկետբոլիստներից մեկը Williams-ի մասին է խոսքը Լուրջ վնասվածք չկա Դամիան Ուիլյամսը գնում է պայստայինների նստարան փոփոխում կլինի երկու թիմերում էլ perception-ի կազմում Վահրամ Պապիկյանը կստանա իր առաջին ասել էի նոր բասկետբոլիստ Ուրարտուի Մայքլ Ռայթը ստանում է իր առաջին րոպեները նաև Էդուարդ Մնացականյանն ու Արայք Գևորգյանն են հայտնվել խաղադաշտում 8 րոպե անցել խաղում 27-10 17 միավորի առավելություն արդեն Ուրարտուից իհարկե անպարտելի Ուրարտուն ցույց է տալիս թե ինչու է միջավ այս բան անպարտելի Բեյզի Ռայթը ստացել է գնդակը լավը կարող է լինել փոխանցումը բայց կորցնում է գնդակը Բեյզին փոխանցելիս մատելուս Իչին է փորձելու անաճող և տեսեք հարցակական ռիբաունդ Բրաունի կողմից Սենդի ոտքին դիպակ գնդակը Ջորդան Թիլմանի Ռաֆայել Պայլում պաշտպանություն նորից Ուրարտուի Սարամից Բրաունն է 3 Շոտ Ավարտին Right Գնդակը Գևորգյանից ու մի անգամից ավելորդ քայլ է արձանագրվում Ինչպես միշտ ամերիկացի բասկետբոլիստների մշտական խնդիրը ցույց տվեց Michael Wright Պատճառով Քայլ Stay close now. That's it. Watch out. 6, 5, 4, 3, 2 Թիլման իհարկե 3 են հետելու Եվ վերջ, այդքանով ավարտում ենք առաջին քառորդը 9-10 մենք կվերադառնանք դադարից հետո
Վերադառնում ենք երկրորդ քառորդ 20-10 շատ վաղ մեծ առավելություն է վերցրել Ուրարտուն նաև Ուիլյամսով վնասվածք է ստացել բարեբախտաբար պարկետին ու վնասվածքը լուրջ չէ Գևորգյան հենաց մինչև վերջ ափսոս վրիպեց Թիլմանն էլ չի կարողանում մաքրել ետևից լրիվ ազատ Ուիլյամս լավ փոխանցում Պրիվեսին օղակի տակ ոչ Դիրքային պաշտպանություն սկսեց օգտագործել Phoenix Perception-ը Right ձեռքի վրա պաշտպանի փորձեց անհաջող եւ հենց իրենից էլ գնդակը դուրս է գալիս Դանիլն է փորձում մատել ու սին փակել Բրաունը ստացել է միջինի վրա գնդակը fade away այո ընկնում եմ Գևորգյան հակառակողում Թիլմանը կարող է ստանալ գնդակը լավը կարող է լինել փոխանցումը Թիլմանը Աներություն Բեյզին ընդհանրապես չէր սպասում այդ փոխանցմանը իրականում Սենդի Մանաջող ֆլոտեր եւ 3-2-ի արագ հարձակում արդեն 4-3-ի վերածվեց գնաց Ջորդանը մինչև վերջ խախտեցին իր դիմաց պաշտպանվելիս կանոնները Եվս մեկ վրիպում Ջորդան Թիլմանի կողմից վերջին 2-3 խաղերում մեծ խնդիրներ ունի Թուգանայինների արդյունավետությունը ախնդրեմ եվս մեկը լավ պայքար էր գնդակի համար բայց Phoenix-ի մոտ է այն դեռ Brown 3-ից ոչ Գևորգյան գնում է մինչև վերջ շատ գեղեցիկ փոխանցում էր Արայիկ Գևորգյանից Եվս մեկ անգամ Բեյզին ընդհանրենը չէր սպասում այդ փոխանցմանը, թե շատ գեղեցիկ կարող էր ստացվել։ Brown նորից հայ պոստում fade away միջին ոչ Իլման լավ փոխանցում Գևորգյանին ազատ 3-ի վրա մի փոքր երկար Ռաֆայել լավ պաշտպանություն Արայիկ Գևորգյանից ակում է լեյափը Եվ այդքանը ջախ-ջախում է օղակը DJ Բեյզին այլ փոփոխ է պլանավորել Ուրարտուի գլխավոր մարզիչ Լուկա Ֆիլիպչևիչը Արգազի Մկրտչյանն է պատրաստվում վերադառնալ պարկետ մատելուս լավ փոխանցում անկյուն բայց կողային գծին է դիպչում Սենդի ոտքը եւ կորուստ է սա երկու միանգամից փոփոխում պաստորեն DJ Բեյզին ու Դանիլ Գևորգյանը եկան հանգստանալու ինչպես ասացի Արգազի Մկրտչյան եւ նաեւ վերադառնում է պարկետ Michael Wright-ը ով գլխավոր մարզչից հուշումներ ստանալուց հետո դիրքային պաշտպանության դիմաց հարձակման վերադարձել է Գևորգյան նորից ազատ է բայց որոշում է անցնել կարծում եմ գլխավոր մարզիչը որ խախտում կար Մնացականյանի դեմ պայքարում հիմա փոփոխում է լինելու Phoenix-ի կազմում Ռաֆայել Սենդին է հեռանում, վերադարձավ Վահրամ Պապիկյանով արդեն րոպեներ ստացել էր այս խաղում Թիլման եւ այլ
Մատելուս կա խախտում Մայլքը Ռայթին արձանագրվեց այս տուգանքը Դեմյան Պրինգլն է ստացել գնդակը գնաց միջև վերջ այո Right նորից 3 այս անգամ դիպուկ է կրակում և Պրոբասկետա լիգայի առաջի 3 միավորներն է վաստակում Դեմյան լավ պաշտպանություն Գևորգյանի կողմից դաբլ թիմի է եկել Թիլմանը ու այո ազատ էին թողել Լևոն Ասնանյանին ում կրակոցը տեղում է Փոփոխում Ուրարտույի կազմում Էդուարդ Մնացականյանն է հեռանում Էդգար Մկրտչյանը կլինի խաղադաշտում և մի փոքր տեխնիկական խնդրի պատճառով դադարից հետո մենք վերադառնում ենք Գևորգյան գնաց օղակի տակ and one Երեք միավոր վաստակյալ չստացվեց Ուգանայինը վրիպում է Արայք Գևորգյանը մենք երեթե կիսում ենք երկու հավասար մասերի երկրորդ քառորդը բայց մինչև այդ Պրինգլի անցման ժամանակ խախտում է գրանցվել ով է խախտել Արայք Գևորգյանին Էդգար Մկրտչյանին մատնանշված այս տուգանքը և այս ընթացքում տայմ-աութ մենք կվերադառնանք դադարից հետո Տայմաութն ավարտված է 5 րոպե 30 վայրկյան ուղիղ Արտին Խակեսի ավարտին Մատելուսի Ջորդան շատ երկար է սպասում գիծների դիրքերին Right միջինից Այս մատելն է գակով Pringle Թիլմանի դիմաց Նորից Ջեսայես Որցեց երեկ Մայքլ Ռայթը շատ ճիշտ դիրքում է
Williams նետել է պետք։ Անաջող էր պայքար։ Գնդակի համար այո օֆենսիվ բորդը Phoenix-ինն է։ Բայց լավ պաշտպանություն Michael Wright-ից ու այո տալիս է դա հնարավորություն Jordan Tillman-ին։ Արագ հարձակման Արայիկ Գևորգյանն էլ օղակի տակից դիպուկ է։ Մատելուս Բրաունի հետ է պիկենրոլ խաղարկում Pringle Գնաց մինչև վերջը խախտումը կա և մի անգամից խախտումից հետո Փոփոխումներ ենք տեսնելու Ուրարտուի կազմում Tillman-ն ու Գևորգյանն են հեռանում Գևորգյանն ու Մելիքյանը վերադարձել են հակառակ կողմում ևս երկու փոփոխում Մատելուսն ու Williams-ն են հեռանում Եվ պարկետ է վերադառնում Սենդին Վահրամ Պապիկյանի հետ առաջին Դուգանայինը Pringle-ի դիպուկ է Երկրորդը անաջող, բայց փայլում պայքար Բրաունի կողմից վերադարձնում է տիրապետումը Phoenix-ին 14 վայրկյան հարձակման ժամանակ է թիմը ունենալու Նետումը անաջող է Վարեն Մելիքյան ռիբաունդ Դանիլն է բերում գնդակը առաջնագից կրկին հարձակում կազմակերպելու համար Phoenix Perception-ի դիրքային պաշտպանության դիմաց նորից Michael Wright 3-ից bang bang Լավ help defense Արկադի Մկրչյանից վրիպել է Pringle-ը Բոլորը Ուրարտուից վազում են արագ հարձակում բացի Արկադի Մկրչյանը Michael Wright Այ հիմա արդեն երևում է թե որն է գեղեցիկ դեբյուտ համարվում 11 միավոր արդեն հավաքեց Michael Wright-ը Բրաունի միջինն էլ կա շատ լավ մներ լավ էր տեսել Մելիքյանը հիանալի է շարժում գնդակը Ուրարտուն այո Pringle նորից Բրաունը 3-ի վրա փորձելու է միջին նետել ոչ լավ է պաշտպանվում Ուրարտուն Pringle նորից Արկադի դիմաց այո ևս երկուս Right Դանիլն է ազատ 3-ի վրա գնաց baseline-ով հիանալի փոխանցում էր այո ևս երկու միավոր Էդգար Մկրչյան Դանիլ Գևորգյան դեպ Արտրասվեք թրիչքի Եվ մի անգամից տեխնիկական տուգանքով էլ պատժվեց Դանիլը երկար օղակից կախված մնալու համար Եվ փոփոխում Ստեփան Մավյանը առաջին րոպեներն է ստանում Michael Wright-ը ստանալով ոգևորիչ խոսքեր գլխավոր մարզիչ Լուկա Ֆիլիպչևիչի կողմից եկավ պայստայնների նստարան Եվ փոփոխում է լինելու նաև Phoenix-ի կազմում Դամիոն Williams-ն է վերադառնում Մատելուս Մելիքյանի դիմաց լավ է պաշտպանվում Կարենը Pringle նորից գնաց օղակի տակ ընդվանը չկա բայց ստիպեց մրցակցին կանոնները խախտել Ջամարիուս Pringle-ը Out. Երկուսն էլ վրիպում է Ջամարիուսը
Տուգանային գծից 1 րոպե 40 վայրկյան առաջին խաղակեսի ավարտին Ուրարտուն արդեն 32 միավորի առավելություն է վերցրել Մավյան Մերիկյան շատ լավ անցավ օղակի տակ, բայց վրիպում է և գնդակով կլինի Ֆինիքսը Էդգար Մկրտչյանի պայքարից հետո Մատելուս մի կերպ պայել է թիմի մոտ գնդակը, բայց անհաջող փոխանցում նորից նույն set play-ն է օգտագործում Ուրարտուն, ինչ որ անում էր վերջին մի քանի րոպեների ընթացքում Մավյան up and under անհաջող է Ստեփանին Ճնշող պաշտպանություն Դամյոնի դիմաց Մավյանի կողմից լավ փոխանցում օղակի տակ, այո ճիշտ է Բրաունի լեյափը Դանիլ այս անգամ կարող է իհարկե նետել չնայած նախորդ անգամ ևս կարող էր, բայց որոշեց փոխանցումներով կազմակերպել հարձակումը Մատելուս Բրաուն նորից ազատ է Բրաունը միջինի վրա կարող է լավը լինել փոխանցումը, բայց պաշտպանները փակեցին և օղակի տակից 7 վայրկյան հարձակման ավարտի համար Ներողություն 14 վայրկյան, որովհետև գնդակը դիպչել էր օղակին Նորից հարձակական ռիբաունդ ևս մեկ անգամ փրկում է իրավիճակը Բրաունը 4 վայրկյան Հետում է պետք և հիանալի պաշտպանություն 2.7 վայրկյան մնաց առաջին խաղակեսի ավարտին 2.7 guys Նորից կարծես թե վնասվածք է ստացել Դամիոն Ուիլյամսը և Դարյանն է բարեն պարկետին այս պահին Այդքանով ավարտում ենք առաջին խաղակեսը 55-25 Ուրարտուն առջևում է, մենք կվերադառնանք դադարից հետո
Եվ այսպես, մենք վերադառնում ենք երկրորդ խաղակես 55-25 հաշվով այս պահին Ուրարտուն մի առավելություն Phoenix Perception-ի դեբյուտային հանդիպման ժամանակ, ինչպես արդեն իհարկե կարող եք կռահել կամ հասկանալ, անպարտելի Ուրարտուն վստահաբար կարող եմ ասել պահելու է իր հաղթանակների ռեկորդը եւ ոչ միայն վստահ եմ, որ հաղթելու է, իհարկե պահելու է այս մեծ առավելությունը մինչև խաղի վերջին հատվածը մեզ իր խաղով արդեն Ուրարտուն մի քանի անգամ ապացուցել է, թե ինչ հանգիստ է թիմը շարժվում, խաղում, ամեն ինչ անում են ճիշտ գլխավոր մատչի հրահանգներով, մի խոսքով այս պահին նորից եմ ասում շատ բարդ մրցակից է յուրաքանչյուր թիմի համար համարվում BC Ուրարտուն Մելիքյանն է երեքի վրա գնդակով մոտ էր գնդակ կորցնելում, բայց Դանիլին է հասել գնդակը Մելիքյան երեքից ոչ Սենդին է գնդակով գնում է մինչև վերջ և այո հանգիստ երկուս Your ball. Nice. Bravo. Լավ պաշտպանություն Թիլման Եվ այո վերջական երկու միավորները Ջորդանի նույն ինքը 16-րդ այս պահին հենց ինքն է համարվում խաղի լավագույն ռմբարկուն Գնաց մինչև վերջ Մատելուսը վրիպեց Ջորդան հերվից ոչ ու խանգարում են թիմակիցների իրար 14 վայրկյան Ուրարտուին հարձակումը ավարտին հասնելու համար Արկադի Մկրտչյան շատ հանգիստ ծախ ձեռքով երկու միավոր Բինգլ ասել է ուղղակի տակ Բեյզի դիմա փորձելու, բայց շատ բայլուն նետում Մատելուսից Շատ փոխանցումներով փորձում է շարժել Ֆինիքսի դիրքային պաշտպանությունը Ուրարտուն Կարեն Մելիքյան հիանալի կրկես լեյա Ռինգլն է գնդակով հասավ Սենդին, կարող էր 3 նետել, որոշում է միջինից փորձել, անաջող, լավ պայքար եւս մեկ անգամ ու ինչ լավ փոխանցում Արկադիից Թիլմանը գեղեցկացնում է Ջորդան Թիլմանը նորից սեփական արդյունավետությունը Ռինգլ լավ անցավ ուղղակի տակ, բայց ավելի լավ պաշտպանություն մրցակցի կողմից Դանիել անկյունում Ոչ, Թիլման, ոչ ինչ լավ պաշտպանություն էր Վարան Պապիկյանի կողմից խլեց գնդակը նորից անաջող ֆլոտերի փորձ Մատելուսից հիմա էլ խլում է եւս մեկ անգամ Պապիկյանը գնդակը երկու անընդմեջ ստիլում Մատելուսի 3 այս անգամ տեղում է Դանիլ ունի Արկադի ուղղակի տակ, բայց Մելիքյանն է 3 կրակելու եւ դիպուկ Լավ պաշտպանություն Դանիելի կողմից Խլում է գնդակը, բայց դեռ
Սենդին պայել է գնդակը իր թիմի մոտ, Արկադի լավ փոխանցում, DJ Եվ տայմ-աութ է վերցնելու Նարեկ Սարգսյանը ուղիղ 5 րոպե հետո երկրորդ խաղակեսի մեկնարկից եւ մենք կվերադառնանք դադարից հետո Ֆինիքսի տայմ-աութից հետո Ուրարտուն այս պահին ունի 35 միավորի առավելություն նույնքան միավոր հավաքել է խաղի ընթացքում Եվ եւս մեկ անգամ DJ Bazy Բայց DJ Bazy-ն եւս ստանում է տեղական տուփ ուղղակից կապելու պատճառ Միավորի հնարավորությունից Ջոզայս մտելուսը Ջամարիուս Պրինգլ Մերիկյանն է իմայլ մտելուսի դիմաց Կարեյան Սենդի Bazy ձերքի վրայով անաջող Հերու ռիբաունդ դել մատելուսին է հասնում նորից Պրինգլ Այո Կիսահուկը ստացվում է Պարում է գնդակով Ջորդան Թիլմանը միայնակ ամբողջ Ֆինիքսի պաշտպանության դիմաց Լավ է պաշտպանվում շատ Կարեն Մելիքյանը ճնշում է յուրաքանչյուրին ով իր դիմաց է Երկու վարկյան արձակման ավարտին նետում է պետ Եվ Ֆինիքսից և ոչ ոք չեր նկատել որ քիչ ժամանակ է մնում Մելիքյան անցնում է բեյսլայն ակարակ անկյունում Դանիլ նորից վերադարձնում է Մելիքյանին գնդակը միջինից շատ հանգիստ նետում մանաջող փոքր կարճ Լավ է անցնում
Ինգլը շատ մոտ էր աջողության հողակի վերագնդակի կողմից վերջ վրիպում եմ այն Ջորդան Թիլման այս պայն կան միավորով ավագուն ռմբարկուն է խաղի, բայց պետք չէ նաև մորանալ DJ Bazy-ին և իր 16 միավորները Արեան, Ֆլոտեր, ոչ մի անգամից 3 փոփոխում է կազմակերպել Ուրարտուի գլխավոր մարզիչը այո DJ Bazy ևս 2 Pringle Brown-ը միջինի վրա ազատ է ոչ մի անգամից արագ հարձակում Մելիքյան հանգիստ 2 Թիլմանի հետական ասիստից հետո Brown նորից վերադարձնում է Pringle-ի գնդակը շատ լավ է պաշտպանվում Արկադին և միայն Կարյանը կարողացավ մի փոքր հաջող էր Արկադիի փոխանցումը և շատ դժվար կարողացավ դան Ֆինիքսի մարզիչ Ներվոն Ասլանյանն ու Վահրամ Պապիկյանն են վերադարձել Ռիպեց Թիլմանը Ռիբաունդ Մնացականյան օղակ և կա խախտում Վրիպով Մնացականյանը առաջին եմ Երկուս նրա հաջող են Գևորքյան անցավ մեջտեղ կորցնում ընդակը զայտակեց Սենդի շատ վստահ բարձր ցածկով լեյապ Right, Թիլմանը ազատ է 3-ի վրա Լավ է Պայքարում գնդակի համար Մնացականյանը, այո, լեյապը ստացված են Ուիլյամս Ջուն Լո պոստում 40 վարկյան առաջին երրորդ քառորդի ավարտին Թիլման նորից միայնակ է փորձում արդյունավետ գործողություն անել 5 վարկյան հարձակման ավարտին 24.8 վարկյան էլ մնում է երրորդ քառորդի ավարտին Right Միջին անհաջող է Սենդին գնալու է մինչև վերջ Եվ Արեգ Գևորքյան And one Լավ պաշտպանությունը տանում է դեպի լավ հարձակում Բրավո Այո, DJ Bazy 3 միավորն էլ տեղում են 41 միավորի առավելություն այս պահին 1 վարկյան պետք է արագ նետել հասրեց ձերքից բաց թողնել գնդակը Ջերեմայա Pringle-ը, բայց այս ավարտում ենք նաև երրորդ քառորդը կվերադառնանք դադարից հետո
Եվ մենք վերադառնում ենք Ուրարտում Phoenix Perception վերջին 10 րոպեները իհարկե հասկանալի է որ ոչ մի լուրջ փոփոխություն 4-րդ քառորդում խաղի հետ կապված չի լինելու որովհետև 41 միավորի առավելություն ունի այս պահին Ուրարտում եւ ընդամենը 42 միավոր հավաքել է խաղում Phoenix Perception-ը այսինքն ռեալիստիկ կամ մի փոքր նույնիսկ մաթեմատիկական հաշվարկով ամեն քառորդում մոտավորապես 13 միավոր է հավաքել Phoenix-ը եւ ինչ որ հրաշքի միջոցով միայն կարող է comeback կատարել իհարկե ես շատ անգամներ ասել եմ խաղերի ընթացքում որ երբեք պետք չէ բասկետբոլում ասել երբեք ամեն ինչ կարող է լինել ամեն ինչ կարող է փոխվել բայց մեկ-մեկ կրկնում եմ պետք է մի փոքր ռեալիստ լինել եւ հասկանալ որ միշտ չէ որ այդպես է եւ հենց սա այդ դեպքերից է որ վստահաբար կարող եմ ասել այդպես չէ Մնացականյան լավ փոխանցում է ստանում Թիլմանից եւ ավելորդ քայլ Բաստորեն Անջատեցի, միացրեցի, հիմա YouTube-ի մեջ է, բան չի եղել։ YouTube-ի մեջ է։ Cancel դուպը, այնտեղ վերջական զանգը։ Net հարմարա պրոսելես վերել։ Հարմարա Начать трансляцию там. Сколько ты потом Խնդրում մի փոքր տիգական խնդրի պատճառով մենք կադրից դուրս էինք, մենք հիմա վերադարձանք ինչպես եւ ասում էի քառորդի սկզբում, հիմա էլ նույնը կարող եմ ասել իրականում շատ բան չի փոխվել խաղում դեռ հենց 42 միավորի առավելություն ունի Ուրարտուն, ինչպես եւ
կար այդ առավելությունը մինչև տեխնիկական խնդիրը 6 րոպե 40 վայրկյան է մնում խաղի ավարտին Ջորդան Թիլմանը ինչպես միշտ վագուն ռմբարկուն է 24 միավոր է հավաքեց Մայքլ Ռայթը Ակեսի 13 միավորներից հետո դեբյուտային խաղում դեր լռում է DJ Bazy 21 միավոր և ընդամենը 2 բասկետբոլիստ կա Ուրարտույի կազմով ով միավոր չի վաստակել Ստեփան Մավյանն ով ներստացել է և Ասոյանը որ դեռ խաղային ժամանակ չունի Շուտով երկուսն էլ խաղադաշտում կլինեն Լուկա Ֆիլիպչևիչը միշտ էլ խաղի վերջին վայրկյաններին այն էլ այն դեպքում երբ միավորների մեծ տարբերություն կա հաշվում իր երիտասարդ բասկետբոլիստերին փորձարկում է և կարծում եմ կունենան միավորներ բոլորը Ուրարտույի կազմում Պրինգլի երկուսը հողակում է արագ հարձակման միջոցով Թիլմանը վրիպեց Ռայթ այո միջին նետը Ռայթից ոչ Սենդի նորից աներ Թիլման այս անգամ շատ վստահ գնաց ու խնդիր չեղավ Բրաուն Ջորդան Թիլման ևս երկուս լավ պաշտպանություն մնացականից Փոփոխում ինչպես և ասացի Մավյանը վերադառնում է նաև Դանիլ երկու գիները Ուրարտույի ովքեր այն պարկետին էին գնում են հանգստանալու կավարտի է իմ կարծիքով այսպես խաղը Ֆիլիպչևիչը նույն ինքը վերացան Ռայթը և Թիլմանը Դանիլ Մատելուսի դիմաց լավ փոխանցում Սենդին ոչ Գևորգյան գնաց միայնակ մինչև այո երկուսը կա Եվս երկու միավոր Ջերեմայա Տաբիլ պահում է Ուրարտուն 40 միավորի տարբերությունը Մնացականյանին կարող է փոխանցել Մկրչյանը բայց դեռ գնդակով հենց ինքն է ոչ խլեց գնդակը Ֆինեքսը Սենդի շատ հանգիստ գնաց առաջնագից հիմա էլ Պրինգլի ֆլոուտերը կստացվի այո Ազատ է այո Մկրչյանը կարող է գնալ մինչև վերջ գնաց Սուլիչ չկա Մատելուս լավ փոխանցում Սենդին ծաղ ձեռքով անաջող ֆլոտեր Դանիլի լեյափը ստացվում է Բրաուն Գևորգյանի շոտի փորձը անաջող էր Մավյան այո ազատ է ֆլոտերի դիրքից ոչ Մնացականյանի Մաքրել չստացվեց լավ փոխանցում Մավյանից հիմա Էդուարդին այս անգամ արդեն երկուսը կա Եվ ընդամենը մեկ միավոր է բաժանում Ուրարտույին 100 միավորի շեմից Դանաջող նետում Մատելուս Շատ վստահ է խաղում այսօր Արայք Գևորգյանը իր 10-րդ միավորը արդեն վաստակեց
Pringle 3-ի վրա Սենդին ազատ է ոչ Դանոնն չի կարողանում փրկել գնդակը երկու կողմ էլ փոփոխումներ Ֆինիկ Կարոյան եւ Ասնանյան ուրարտում 101 միավոր է արդեն հավաքել Ուրարտուն Ֆինիքսը 59 ունի այս պահին 42 միավորի առավելություն այսինքն դեռ կա Էդգար Մելիքյանը յանալի պայքարում է ուղղակի տակ մաքրում անկերոջի հետևի Ճնշում է Մելիքյանը մատելուսին Պրինգլը ստացել է տարածություն դեպի օղակ օգտվում է այդ առավելությունից Մավյան Ավներ փոխանցումը հերթական 2 միավորը կլինի Էդգար Մկրչյանին Այո 3 կա մատելուսի Ինչ-որ ակտիվացավ, եթե անկեց խաղը վերջին վարկյաններին, այո, ավելորդ քայլ, միանշանակ Ասոյանը սխալ էր հաշվարկել քայլերը Նորից փոփոխում, Ֆինիքսում գրեթե ամբողջ խաղը խաղադաշտում սկսնելուց հետո, այսինքն 30 րոպեներից հետո կստանա վերջին 1.5 նորից 3 մատելուս խաղի վերջում ակտիվացավ Ջոնայս մատելուսը և արդեն 20-րդ որը հավաքեց նույնքան ինչքան DJ Base-ին Ուրարտուի, բայց միևնույն է Ջորդան Թիլմանին դեռ չկա բասկետբոլով մոտիկ է միավորներով Կարեյան լավ անցում էր միավոր չկա գնաց մինչև Մավյանը վրիպեց Մելիքյանի նետումը ևս անհաջող է նորից վրիպումներ այո բայց վերջապես Լևոն Ասանյանը միավորներ վաստակում է 20 վարկյան խաղի Pringle այո իհարկե միավորները հավաքելու է վերջ այսքանով հանդիպումը համարվում է 71-105-44 միավորի առավելություն Ուրարտուի կողմից շնորհավորում ենք իհարկե բասկետբոլիստերին մարշչական եւ նախագահական կազմին Ուրարտուի Եվ ինչպես միշտ ձեզ հետ է Ալբերտ Հարությունյանը, սիրեք բասկետբոլ եւ նա ձեզ կպատասխանի նույն կերպ, հաջողություն Լապիս է Որդան Այս մի վարկյան